Բարև Լիդա։ Բարև ձեզ։ Ներիր, որ վախեցրի։ Չէ, ուղղակի չէի սպասում ձեզ այստեղ տեսնել։ Գիտես, հիմա ես ընդմիջման եմ ու երեկվա համար շատ անհանգիստ էի, դրա համար որոշեցի այցելել քեզ։ Ինչի համար եք անհանգիստ։ Դե երեք որդիդ Արամը մեզ միասին տեսավ, մտածեցի տղան կնեղ սրտի, ես հասկացի, չեմ ուզում, որ իմ պատճառով անախորժություններ լինեն։ Չէ, Արամը ուղղակի անհանգստացավ, որ ինձ հուզված տեսավ։ Դե ես ձեր պատմությունից շատ էի հուզվել։ Հա։ Երևի չգտնվի այդպիսի մարդ, որ իմ պատմությունն իմանա ու չհուզվի։ Ես էլ որ անընդհատ հիշում եմ, նորից զգում եմ, թե ինչ մենակ եմ ես, մենակությունը ներխուժել է հոգուս մեջ ու ինձ հանգիստ չի տալիս։ Լավ, ինչևէ։ Ահա, բայց լավ է, որ գոնե դուք ձեր սիրած աշխատանքով եք զբաղվում։ Դա օգնում է, չէ՞։ Հա, ճիշտ եք։ Լիդա, դուք ընդմիջում ունեք, ես ձեզ ճաշի եմ հրավիրում։ Չէ, ես ընդմիջում չունեմ։ Ափսոս։ Լավ, այդ դեպքում ձեր աշխատանքի ավարտից հետո ձեզ հրավիրում եմ սուրճի։ Մերժում չեմ ընդունում։ Բայց գիտեք, Չէ, արդեն ասացի, որ մերժում չեմ ընդունում։ Ես ձեզ կսպասեմ այս շենքի դիմաց։ եթե ուրիշ ծրագրեր չլինեն, անպայման կգամ։ Լիդա, մարդն ինքն է կառուցում իր օրվա ծրագրերը։ Այնպես որ խնդրում եմ ծրագրերդ այնպես կառուցիր, որ սուրճից հետո լինի։ Լավ, ես քեզ կսպասեմ աշխատանքից հետո, այսքանը չխանգարեմ։ Շատ ես ձեր հետ շատ կարևոր բան եմ խոսելու։ Ես էլ մի շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ-որ բան եք պարզել։ Պարզել եմ տղա ջան։ Ու այն որ ստեղ խոսալու տեղ չի։ Արի գնանք մի տեղ հանգիստ նստենք ու զրուցենք։ Գնանք, բայց ուր։ Դե մի սրճարան կգնանք, էլի։ Գնացինք։ Ինչ ես տենց զարմացած նայում, տարօրինակ բան ասացի։ Չէ, ոչ մի տարօրինակ բան չասեցիր։ Ուղղակի զարմանում եմ քեզ վրա։ Ու ինչի։ Նայ, դու կամ լաց ես լինում Լևոնի համար, կամ լաց չես լինում էլի Լևոնի համար։ Այս այդ։ Լավ, ուղղակի մի քիչ կատակ արեցի, որ հանգստանաս։ Լավ, գնա լվա աչքերդ, որ Լևոնը քեզ կարմրած աչքերով չտեսնի, թե չէ լավ չի լինի։ Կարծում ես։ Չեմ կարծում եմ, համոզված եմ։ Կան հանգստանա, հետո էլ իրար կխառնվի։ Չես ժպտում, ըստ դուրդ եկա։ Դե հա, դուրս գալիս է, որ Լևոնը անհանգստանում է ինձ համար, հոգատանում։ Վայ, դե կներեք։ Գնանք։ Հաստատ լավ ես։ Ամեն ինչ անցա։ Անցավ։ Դե լավ, դե վեր կաց քեզ կարգի բեր, որ չերևա լաց ես եղել։ Վայ Լիլո, դու ինչ ես այսքան օծ դարձել, ինչի։ Անժելա, ընկերուդ ինչպես է։ Լավ է, արդեն լավ է։ Իսկ ինչու դպրոցում չէ։ Շուտով կգատեք իշեկորին։ Պետք է շտապել հաշված օրեր են մնացել, որովհետև արշիվում քննություններ են, կիսամյակ պետք է փակել, ի վերջո վերջին, հա ի դեպ դուք պատրաստում եք վերջի զանգին։ Դեռ ոչ։ Լավ չի Անժելա, ես հյուրեր եմ ունենալու դրսից, այնպես որ հաշվի առեք այդ հանգամանքը, եթե կարելի է։ Եվ մի խնդրանք էլ, այդ վերջի զանգից հետո, այդ օրը խնդրում եմ, ոչ մի խնջույք, բարձ է։ Ինչու։ Թող ավարտեն դպրոցը, քննությունները կհանձնեն, հետո խնդրեմ, իսկ այդ օրը ոչ մի խնջույք։ Տիկին Շեկոյան, բայց Ես կարծում եմ, որ բարձ արտահայտվեցի Անժելա։
Ինչա վայրենի։ Ասում եմ նոր բան ես սովորել։ Ինչ ա եղել։ Չգիտես։ Չէ, չգիտեմ։ Այն օրը ելույթ էիր ունենում։ Ոնց որ հորս ականջին լավ էլ պիպետկով կաթսրել ես։ Լսի տղա ջան, ես առհասարակ քո հոր հետ քո թեմայով չեմ խոսում։ Ուզում եմ հավատամ, գիտես, բայց հավատս չի գալիս։ Գևորգ, երբ որ մեկի համար դիմացինը տհաճ է, ինքը աշխատում է մոռանալ դրան։ Քեզ պարզ է։ Լիզա, Լսի տղա ջան, դու այնքան չկաս, որ ես քո մասին հորդ հետ խոսեմ։ լսի այոց, շատ չես վերցնում վրետը։ Ես արդեն ասեցի։ Հիմա էլ ես եմ ասում, օծը որ կծում է, սապկացնում են դրան, իշկան ես սիրում լինի կաշին։ Գերաշոտ ես օֆիսում էի Արմանի հետ։ Այդ օֆիսի հրդեհից ինչ կա։ Օֆիսը դիտավորել են վառել են Գերաշոտ։ Արմանն էլ իրար խառնվել ու ասում որ փաստաթղթերը չեն մնացել։ Ոնց չեն մնացել։ Ինքը դա չգիտի, չէ՞ որ Ալբերտը այդ բոլոր փաստաթղթերը ինձ ա տվել։ Ու ես էլ հիմա չգիտեմ վստահ եմ Արմանին թե չէ։ Այդ լուրջ մտածելու առիթ է տալիս։ Հա։ Իսկ դուք Ռաֆայելի համար մի բան բարձեցիք։ Պարզեցի։ Եվ Եվ են տղա ջան, որ կարող է քեզ դուր չգա։